Լեռի պատրաստի վիճակը։ Ջրարացիները քանի օր է աշխատում են, որ այս կողմերում հայտնի մսապուրի շորվայի փառատոնի հյուրերը գոհ մնան։ Ավանդական դարձած այս շորվա կերակրատեսակը հենց այս գյուղից է եկել, այն ժամանակ դեռ հարսանանց հանդեսների ժամանակ մատուցվել է այս ճաշատեսակը։ Շուրջ 200 տարի առաջ ջրարատում բնակություն հաստատած ավելի քան 164 տոհմերի սերունդները պահպանում են հայտնի ուտեստը։ Այն ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի ուտեստների ցանկում որպես Հրազդանի տարածաշրջանի ազգային ուտեստ։ Այս աշխարհում ինչքան ճաշ կա, ես սիրում եմ։ Շորվան ավանդաբար տղամարդիկ են պատրաստում, միսը սկսում են եփել դեռ գիշերը։ Բուլյոնը լրիվ մաքուր մսի դուրս է գալիս, հիմնական համոհոտը բուլյոնի մեջ։ Մարդիկ երբ որ տղաներով, երիտասարդներով հավաքում են, ասում են, «Էթան քեզ իշտեղ շորվա ուտելու», բայց ռեստորանում այն համը չունի, ինչ որ ստեղ մեր գյուղը շատ հյուրասեր է, հաց տվող գյուղ է։ Հաց տվող գյուղում փառատոն անցկացնելու մտահղացումը ջրարատ բարեգործական հասարակական կազմակերպությանն է։ Կազմակերպիչների խոսքով իրենց հայտնի շորվան նաև տոհմահավաք նշանակություն ունի։ Երիտասարդները գալիս են ոչ միայն տոհմի, գյուղի, տոհմերից իրար հետ ծանոթանում են, միասին գործ են անում, միասին հաց են ուտում ու դա միացնում է։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահն ընդգծում է, ազգային խոհանոցը չպետք է տարանջատել մշակույթից։ Այս փառատոնի ամենաառաջին շահառուն ջրարացին է։ Երբ ամբողջ աշխարհում զարգանում է գաստրոտուրիզմը, Հայաստանը չի կարող հետ մնալ։ Մարդու մոտ ամենավերջում մոռացվում է համի եւ հոտի հիշողությունը։ Դա ուզենք թե չուզենք։ Բացի դրանից խոհանոցը այն քիչ զբոսաշրջային արդյունքներից է, որը նույն մարդուն կարող է ևս մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ նորից հիշեցնի այս երկրի մասին եւ առիթ դառնա այցելել։ Ջրարացիները հաջորդ տարի էլ անհամբեր կսպասեն հյուրերին։ Փառատոնը ավանդական է դառնալու։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։